Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ու հուշահամալիրների համակարգված ոչնչացումը հասել է աննախադեպ մասշտաբների։ Ըստ հայկական Լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի, այս վանդալիզմը հատկապես ակտիվացել է հաղթանակի 80-ամյակի նախաշեմին, փաստելով պատմության միտումնավոր խեղաթյուրումը եւ հայ ազգի հերոսների ու մարշալների ադրբեջանական ծագման վերագրումը։ Ստույգ փաստ է արձանագրվել Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում արբանյակային պատկերներով հաստատվել հայրենականին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը։ Արցախում իրականացվող վանդալիզմը միտված է հազարամյակների պատմություն ունեցող հայկական ներկայության ջնջմանը, փորձելով վերաշարադրել պատմությունը։ Էրդողանն ու Ալիևը օկուպացված Արցախի Բերձոր քաշաթաղում կամ Լաչինում կառուցված օդանավակայանում միմյանց են փարվում։ Թուրքիայի նախագահի ինքնաթիռն առաջիններից է, որ վայրէջք կատարեց Բերձորում կառուցված օդանավակայանում։ Էրդողանի փոքր եղբայր Ալիևը, ինչպես միշտ, լայնաբաց ժպիտով է, բան ունի ցույց տալու մեծ եղբորը։ Այս երկու իսլամական պետությունների ղեկավարներին միանում է նաև երրորդը՝ Պակիստանի վարչապետը։ Հիշենք, հենց 2020-ի 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, եւ ըստ վերլուծաբանների Արցախյան խաղում Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով։ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Թուրքիայի ու Պակիստանի բարձր մակարդակով մասնակցությունը այդ նախագծի բացմանը վկայում է, որ այն չի պատկանում միայն Բաքվի օրակարգին, այստեղ ունենք մի հստակ մշակված եռակողմ համատեղ ռազմավարություն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան առանցքի շրջանակներում, որն իրեն դրսևորումն է գտնում ոչ միայն հռետորաբանության կամ զորավարժությունների մեջ, այլ արդեն նաև ենթակառուցվածքային, այդ թվում օդային վերահսկման ու ռազմական լոգիստիկայի իրական դաշտում, այսպես կարելի ասել։ 44-օրյայից հետո արդեն Ադրբեջան-Պակիստան ռազմավարական հարաբերությունները ստեղծվեցին։ Երկու երկրները պաշտպանական եւ ռազմական համագործակցության շրջանակում պայմանավորվածություն ունեն ձեռք բերել կործանիչներ։ Բաքուն պատերազմի արդյունքները ոչ միայն պահպանում է, այլ ամրապնդում է ուժային եւ միակողմանի լուծումների միջոցով։ Դա բացահայտ հակադրում է ոչ միայն խաղաղ գործընթացի վերաբերյալ միջազգային կոչերին, հատկացի ցույց է տալիս Ադրբեջանի մտադրությունը ձևավորելու նոր ռազմաքաղաքական ճարտարապետություն առանց արևմտյան կամ ռուսական միջնորդության։ Եվ այս անգամ էլ Ալիևը առիթը բաց չի թողել Բերձորում եռակող մասնակցությամբ տեղի ունեցած սամիթի ժամանակ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային եւ Պակիստանին Բաքվին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցության համար։ Ադրբեջանն իր հերթին միշտ մոտ է եղել Թուրքիային եւ Պակիստանին։ Այսօր մենք կրկին հաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը։ Ադրբեջանի իշխանությունները որքան էլ հայտնեն, թե Բերձոր քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը դրա նշանակությունը բարի նպատակների համար է, միևնույն է ռազմական ոլորտի փորձագետները չեն բացառում դրա ռազմական եւ այսպես ասած ոչ բարի նպատակը։ 21-ին ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք էին ակնարկում, թե օդանավակայանի կառուցման հարցում հաշվի են առել հայկական կողմից հնարավոր սադրանքների հանգամանքը։ Ըստ փորձագետի դա ուղերձ է ուղղված Հայաստանին, Իրանին եւ ավելի լայն տարածաշրջանային խաղացողներին։ Նորակառուցած օդանավակայան տալիս է ոչ միայն տրանսպորտային, այլև դիտարկման ու վերահսկման ֆունկցիաներ։ Օդանավակայանի տեղակայումը հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր դաշնակիցների աջակցությամբ իրականացնել դիտարկում, վերահսկողություն, ինչպես Հայաստանի հարավ-արևմտյան ընդհանրապես Հայաստանի կոնկրետ Սյունիքի ուղղությամբ, այնպես էլ Իրանի հյուսիսային սահմանահերթ գոտիներում։ 2021-ին Ալիևն ու Էրդողանն օկուպացված Վարանդայում Ֆիզուլիում էին օդանավակայան բացել, 22 թվականին էլ օկուպացված Կովսականում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար։ Զախարովան մանրամասնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը 2023-ից ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն, սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ եւ այլն։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության նպաստելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Ադրբեջանի անկախության օրվան նվիրված ուղերձում։ Մենք ուրախ ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ, ընդգծել է նա։ Ռուբիոն նաեւ ընդգծել է, որ Ամերիկան ցանկանում է խորացնել գործակցությունը Բաքվի հետ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ բարգավաճ ապագա ապահովելու համար։ Հայաստանը կրկին հայտնել է իր պատրաստակամությունը հյուրընկալելու 3 գումարած 3 ձևաչափով նախարարական հանդիպումը։ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեռ 2024-ի հոկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանը համաձայնել էր ընդունել հաջորդ նիստը։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել էր, որ առաջիկա հանդիպումները նախատեսվում է անցկացնել Երևանում եւ Բաքվում կողմերի սահմանված հերթականությամբ։ Հանդիպման կոնկրետ ժամկետները կհստակեցվեն եւ կհայտարարվեն լրացուցիչ։ Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղած պատմական ճակատամարտի ճիշտ նույն տեղում է հուշահամալիրը նվիրված այս առանցքային վճռական օրվան։ Սարդարապատի հուշահամալիր են այցելել Հայաստանի վարչապետը, նախագահը, խորհրդարանի խոսնակը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փաշինյանը իր տոնական ուղերձում շեշտել է՝ մեր ինքնությունը մեր պետությունն է։ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Վերջին 4.5 դարի մեր պատմության ուղերձը մի կրկնեք այդ պատմությունը։ Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։ Պետությունը պատասխանատվություն է, ասել է Փաշինյանը։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի եւ Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի միջազգային հեղինակությունը աճում է տեսանելի կերպով եւ այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի եւ աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ կենսաբազմազանության կողմերի COP17 համաժողովը սրա տեսանելի ապացույցն են։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Բոլորի շնորհավորում եմ Հանրապետության օրվա առիթով։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Նահանգները ստացել է հրադադարի պայմանների իր տարբերակը եւ սպասում է նմանատիպ փաստաթղթի Ռուսաստանից, հայտնել է Թրամփի Ուկրաինայի հարցերի ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ Նրա խոսքով բանակցություններ կարող են անցկացվել Ժնևում, եթե գտնվեն փոխզիջման կետեր երկու կողմերի առաջարկներում։ Վատիկանը մերժվել է որպես բանակցային հարթակ, մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ղեկավար Լավրովը հնարավոր վայր է նշել Ստամբուլը։ Քելոգը նաեւ նշել է, որ Վաշինգտոնն ունի 22 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը իր խոսքով լավն է, քանի որ ոչ մեկի դուրը չի գալիս։ Միևնույն ժամանակ The Wall Street ժուրնալը գրում է, որ Թրամփը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։ Նյու Յորքի դաշնային դատավորը արգելել է ԱՄՆ նախագահ Թրամփին արտաքին առևտրի մաքսատուրքեր սահմանել արտակարգ վիճակների մասին օրենքի հիման վրա, որոշելով, որ նման քայլերը հակասահմանադրական են։ Դատարանը հայտարարել է, որ արտաքին առևտրի կարգավորումը միայն կոնգրեսի իրավասությունն է եւ Թրամփի սահմանած մաքսատուրքերը ուժը կորցրած են։ Դատարանը նաեւ չի տեսել որևէ իրական արտակարգ վիճակ։ Թրամփի վարչակազմը բողոքարկել է որոշումը, իսկ Սպիտակ տան խոսնակը քննադատել է դատավորներին, խոստանալով օգտագործել գործադիր իշխանության բոլոր լծակները։
Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Դոնալդ Թրամփը, թեև ես միշտ էլ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, բայց պետք է խոստովանեմ, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել, նա լրիվ խելագարվել է, նշել է Թրամփը եւ պարզաբանել, եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը։ Թրամփն ասել է նաեւ, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շվեյցարիայի Բլատեն գյուղի մեծ մասը սողանքի հետևանքով ավերվել է, բնակիչները տարհանվել։ Առնվազն 5000 մարդ կարող է ստիպված լքել իրենց տունը Կանադայի կենտրոնական Մանիտոբա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Կրակն արագորեն մոտենում է, ուստի քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակիչները կարող են ցանկացած պահի տարհանման հրաման ստանալ, հրդեհի տարածքը չի նշվում։ Ռուսաստանի Դաշնության Նովորոսիսկ քաղաքում տնային 3 մետրանոց վիշապոցը փորձել է խեղդել տիրուհուն։ Կինը խուճապահար զանգարել է փրկարար ծառայություն եւ ասել, որ օձը հանկարծակի կծել է իր ձեռքը, այնուհետև փաթաթվել մարմնի շուրջ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներին ի վերջո հաջողվել է կնոջն ազատել օձի ճիրաններից։ Հանրության ակտիվ քննադատությունները կարծես թե արդյունավետ են դառնում։ Զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու օրինագիծը հնարավոր է լրամշակվի, փոփոխություններ կատարվեն։ Հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների միգուցե կարիք կարող է ունենալ, բայց անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար եւ այդ քննարկումները շարունակվում են։ Ինչ փոփոխություններ էլ կատարվի օրինագծում, այնուամենայնիվ այն ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի սրտով չէ, ինչպես կարելի է փողի դիմաց կոնֆլիկտային գոտում գտնվող երկրի զինված ուժերը կրճատել։ Հիմա իշխանությունը փորձում է ընդգծել նաեւ հասարակության մեջ ունևորների, չունևորների այդ հանգամանքը եւ ստացվում է, որ ունի հնարավորություն նա կարող է ֆինանսական ներարկման միջոցով պարզապես ազատվել ծառայությունից, ով որ ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա դա դրա հնարավորությունը չունենալու։ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացմանը։ Այժմ ներմուծվող 100 տոննա ցեմենտի տուրքը 2000-ից կդառնա 8000 դրամ։ 2021-ին ներմուծվող մինչև 100 տոննա ցեմենտի համար սահմանվել էր 14000 դրամ տուրք։ 2022-ին այն նվազեցրին, դարձնելով 2000 դրամ։ Այո, 2000 դրամ իջեցնել են, ժամանակել ենք, մենք քննադատել ենք եւ կանխատեսել ենք այսօրը, որ սա բերելու է նաեւ այլ իրավիճակի, երբ որ տեղական արտադրողները սկսելու են արդեն ճնշվել դրսի ներմուծման ծավալներից, կլինկերից սկսած ավարտված հենց պատրաստի ցեմենտի ներմուծման ծավալներով, բայց այն ժամանակ չլսեցիք։ Հիմա ենք ասում ենք սա համակարգային լուծման անհրաժեշտություն ունի, ոչ թե մեխանիկական ամեն անգամ բերել տուրք փոխել։ Հայաստանում տեղական արտադրողը անհավասար մրցակցային պայմաններում է հայտնվել։ Իրանից բավականին ցածր գնով է ցեմենտը ներմուծվում Հայաստան։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների եւ էներգակիրների ցածր գների պատճառով։ Ավելին, կառավարությունում վստահ են, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ցեմենտ արտադրող հայրենական ձեռնարկությունները կփակվեն։ Այս տուրքը մենք դնելով չենք ենթադրում ցեմենտի գնի ավելացում։ Մենք ենթադրում ենք, որ այն լրացուցիչ գեշաուտը, որը իրականանում է, առաջանում է ներմուծող ցեմենտից, պետք է ուղղակի այդ գեշաուտը փակվի եւ հնարավորինս արդար մրցակցային պայմաններ ստեղծվի արտադրողի եւ ներմուծողի մեջ։ Տեղական ցեմենտի ինքնարժեքը տոննայի համար այժմ 42-ից 44000 դրամ է, իրանական ցեմենտը 30-ից 31000 դրամ է, այն գրեթե 1.5 անգամ պակաս է։ Մայիսի 29-ին Պաշտպանության նախարար Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադ եւ մասնակցել խաղաղապահի միջազգային օրվա նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ։ Նախարարը շնորհավորել է խաղաղապահներին բարձր գնահատել նրանց պատրաստվածությունը։ Նա ներկայացրել է բրիգադի նոր հրամանատարին գնդապետ Ռուբեն Պապյանին, շնորհակալություն հայտնել նախկին հրամանատարին գնդապետ Համլետ Լևոնյանին։ Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման անվճար հանդիպումների անցկացումը։ Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք։ Կոմիտեն հիշեցնում է, որ հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին։
Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է ստորագրել արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը կբացի ճանապարհ տարածաշրջանային գործակցության համար։ Պատասխանելով Ադրբեջանի առաջ քաշած երկու նախապայմաններին, Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջարկել ԵԱՀԿ-ին լուծարել Մինսկի խմբի մեխանիզմները։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, սահմանադրական դատարանի վճռով առկա չէ որևէ հակասություն Ալմաթայի հռչակագրի հետ։ Բալետային փառատոնի օրերից առաջ պետք է սկսել աշխատանքներ տանել հարակից ռեստորանների հետ, որպեսզի Մոսկվայի Բալշոյ թատրոնի ներկայացման ժամանակ բարձրաձայն կլկլոցներ չլսենք։ Ցանկալի է այդ օրերին բոլորը համեստ չափի մեջ լինեն, որովհետև կարևոր միջոցառումներ են քաղաքում։ Բալետային փառատոնի օրերին դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում ձորում գտնվող ռեստորանների հետ, որպեսզի Բոլշոյ թատրոնի ներկայացման ժամանակ նաև բարձրաձայն կլկլոցները չլսենք այդ հարթակից։ Ցանկալի է, որ մի փոքր այդ օրերին բոլորը իրենց, այսպես ասած, համեստ չափի մեջ լինեն, որովհետև շատ կարևոր միջոցառումներ են քաղաքում եւ խնդրում եմ համապատասխան աշխատանքներ տանել։ Երևանը ներառվել է ռուս զբոսաշրջիկների համար գարնանային հանգստի լավագույն 5 ուղղությունների ցանկում։ Այս գարնանը ռուսների կողմից ամենապահանջված արտասահմանյան քաղաքը եղել է Ստամբուլը, այնտեղ կատարվել է ամրագրումների 8%-ը, որին հաջորդում են Դուբայը եւ Մինսկը, որտեղ հանգստացել են զբոսաշրջիկների համապատասխանաբար 6.3 եւ 4.4%-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ունենան QR կոդ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար։ Այն երկրների քաղաքացիները, որոնք իրավունք ունեն Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի, հունիսի 30-ից պետք է նախնական թվային գրանցում անցնեն Գոսուսլուգի RUID հավելվածի միջոցով եւ ստանան QR կոդ սահմանին ներկայացնելու համար։ Դա պետք է արվի Ռուսաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ։ Արմավիրի մարզում Ծաղկալանջ Գեղակերտ ավտոճանապարհին ճակատի բախվել են Լադան եւ ՎԱԶ 2107-ը։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին։ Բավականին օպերատիվ են գործել Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխել են, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Մալաթիայի տարածքում բախվել են Nissan X-Trail-ն ու ՎԱԶ 2104-ը։ Ավտովթարը մայիսի 28-ին է տեղի ունեցել։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել նաև շտաբ օգնության բժիշկներն ու փրկարարները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորը 04-ի վարորդն է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում հաճախակի էին լինում ճանապարհը տրանսպորտային պատահարներ, քանի որ բացակայում էին լուսակիրն ու հետիոտնի համար նախատեսված լուսակիրը։ Բնակիչներն ամիսներ առաջ խնդրանքով դիմել էին այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովանիսյանին, որպեսզի այդ հատվածում այդ երկու լուսակիրները տեղադրվեն։ Դրանք տեղադրելուց հետո նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները կտրուկ նվազեցին, բայց ըստ բնակիչների Երևանի քաղաքապետարանը պետք է նշված հատվածում կատարի գծանշումներ, ինչն այդպես էլ չի արվել։ Տարօրինակ ձայներն այս գիշեր 35-ամյա նորատուսցի Արայիկի քունը խանգարեցին, ասում է ձայներից մեկ անց 30-ին արչնացավ, ընտանիքի անդամներով դուրս են եկել ու իրենց ոչխարների հոտը անշնչացած գտել։ Գայլերը մտնում են բնակչի հողամաս, այս հատվածում հոշոտում են մեծ թվով գառների, այդ թվում մայրացու, մտնում են նաև գոմ։ Գոմել են, չէ՞ մտել։ Հիմա ընդհանուր քանի հատ են հոշոտել։
70-ատին մոտիկ 60-ից 70-ատի սահմաններն է։ Մեծախորժակով գայլերն են հոշոտել ոչխարներին ու գառներին 70-ից ավելի։ Մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ 5-6 հատ վիրավոր։ Այդ վիրավորները չեն ապրի։ Չէ՞։ Հա, մի կեյսնա։ Հո, հենա կոկորտը չի ապրի։ Հեսա սխեղ չէ։ Հեսա։ Հոշոտված ոչխարներից շատերը մայրացու էին, Արայիկն ասում է իր ընտանիքի համար պատահածը մեծ աղետ է։ Ոնց եկավ ու ելանք վազանք ու տեսանք բանը, որ ահա որ արդեն չարտար է։ Դեպքի մասին տեղեկացրել են գյուղապետին, նաև ոստիկանության գավառի բաժին, գավառի հրշեջ փրկարարական ջոկատին։ Ոստիկանները ու փրկարարները եկել ու արձանագրել են տեղի ունեցածը։ Արայիկը պատրաստվում է դիմել նաև Գեղարքունիքի մարզպետին, հուսով են, որ պատկան մարմիններն օգնության ձեռք կմեկնեն։ Ամիսներ առաջ էր, որ էլի գայլերը մտել եւ հոշոտել էին։ Վայ, զաքուկներ էլ կան, նայ։ Բազմազավակ ընտանիք ունի Արայիկը, ոչխարաբուծությամբ են զբաղվում բանկերից վերցրած գումարներով։ Ընտանիքը հուսով է, որ պատկան մարմինների աջակցությամբ բանկերը գոնե որոշ ժամանակով կսառեցնեն վարկերը։